Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարելույս սերփոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր միջինք է, որ դժբախտաբար շատերու գոմե սխալ հասկացված է եւ շատեր մանավանդ այն դուներու մեջ որ նոր հարս կա կամ հարսընծու կա նվերներով գահավաքվին ուրախություն գնեն շատ եկեղեցիներ ինչպես նաև միութենական ուրեմն գազմագերբություններ ճաշկերույթներ կգազմագերբեն միջինքի ճաշկերույթ անունով եւ այս անունը գոկտակորձեն նույնիսկ երբ բակետեր նոր կսկսի արդեն միջինքի ճաշկերույթ կնեն սիրելիներ այս բոլորը դժբախտաբար աշխարհիկ մտահոգությանց հետ գաբունի միջինքը նախ ո՞յ է մեկ գրոնական իմաստ չունի միջինքը սիրելիներ բարձաբես կնշանակե քարաստորյա մեծ բաքի մեջտեղը ճիշտ գեսը եւ անոր համար է որ ինչպես երբ մենք լեր բարձրացածադեն եթե գեսը գդրած ենք ղեկավարը գդառնա եւ գքաչալերե իրեն հետևորդներուն գսե որ շատ չմնաց ադե գեսը գդրեցինք գեսը անցանք հետեւաբար ծեր մգանները բրգեցեք շարունակենք մինչև կակատ հասնենք այդպես ալ սիրելիներ բայեցողության այս շրջանին երբ միջին կլա բարձաբես հավատացյալները որ գիտնան գես ճամփան արդեն գդրեցին եւ այսպես հետահայաց նայված կողմը դեսնեն որ ինչ բաներու մեջ դակավին խոստում դված էին ու չգադարեցին ինչ բաներու մեջ թերացան եւ ինչ կրնան անել որ մնացյալ օրերուն քարաստորյա այս բայեցողության իրենց հոգևոր մգանները բրգեն եւ կարողանան իսկապես սրբությամբ ընթանալ մինչև Քրիստոսի հարությունը զադիգը ահա այս է միջինքը սիրելներ դժբախտաբար այո շատ լավ է միասին ճաշելը սիրո ճաշ ունենալը բայց դժբախտաբար հաջող ճաշկերույթներուն երկիչ կբերեն բարախումբեր կբերեն թեգուզ հայկական բարերու տեսակ վիճակահանություններ գլան սիրելիներ ուր մնաց ապաշխարանքի զղջումի խորուրդը ուր մնաց չէ որ այս շրջանը ինքնախոնարհման շրջանն է գուրծ ծեծելու շրջանն է մեղա աստուծո ոսելու շրջանն է այսօր եկեղեցիներու մեջ արևակալի ժամերկություն կդարվի ինչպես չորեքշաբթի եւ ուրբաթ օրերուն ամբողջ մեծվահոց շրջանին կտեսնենք որ սիրելներ եկեղեցի եկողներուն թիվը ավելի քիչ է քան ճաշկերույթի եկողներուն եւ հաջող դիկնած միություններ որ քրդին կտապեն աշխատանք կդանին որբեսի դոմսակներ վաճառեն հպարտությամբ վերջալ գսեն որ 200 հոգի մարդ ունեինք 300 հոգի մարդ ունեինք 50 հոգի եկեղեցվո մեջ աղոթքի չգային ահա կտեսնենք որ սատանան սիրելներ ինչպես մեր միտքը գրնա սփաղեցնել որբեսի մեզ շեղե Սատանան գուզե որ բակպայենք Սատանան գուզե որ մենք միջին կնենք բայց գուզե որ շեղած մնա մեր միտքը բակի խորուրդեն Սիրելներ ամեն չորեքշաբթի մենք միասին կսերդենք Սուբնարեգացի Մադյան ողբերգության աղոթակիրքը հասած ենք 50-րդ գլխու սերդողության եւ Աստուծո գամքով այսօր պիտի սերդենք 4-րդ վերջին մասը Եկեք նախ ընթերցեմ ցեզի քրափարը եւ ապա թարգմանեմ եւ բացատրեմ Փան ձա թամաս Չեմ իխորոց սրդից խոսքընդ Աստուծո Չեմ արժանի հիշել զանունքը օրտնյալ Զի վնասագար եմ բարեգործիտ մահու հարվածոց Արգնիկն ար շնորհն ար փչումն ար բարգևն ար ավանտն ար ծիրն ար անունն ար որդեգրությունն ար բադիվն արքայական ար բատկերն ար թրոշմն ար օձումն ար ջոխությունն ար համարցակությունն ար ընդանությունն ար գյանսն ար լույսն ար երանությունն ար հույսն ար փարսն ար անխոնարելի բարձրությունն ար բսագն անգապտելի ար խոստմունսն ձածկելոցն
որքև Տեր Քրիստոս բազմոք ավիդարանիցավ ինձ համարելույս իժիս եւ կարփիս ունգնախից եւ լսելափակ անլուր ագանչածս որ միշտ հարավելության քումդ բարության հոգնաբադիկ հավետքան ըսույն չարիկն իմ հաջախյալ իսպար գործանեցին մերժյալ իգենաց ընդ մահ գաբեցին ծարագարկյալ աբագանության եւ արդ թու միայն իրավագշիր եւ ճշմարտաթად բարերար օրտնյալդ իկտության մեղաքեզ անորինեցա անիրավեցա վասնորո եւ եղձա զեղձա հանսյա ամփարշտեցա եւ ոչ լվա խոստովանյալ եւ երգրբակյալ քովյալ քո փանիտ որ դու իսկ երևեցար անջարելյավ քո սիրովդ զոր քրելն իսկ մեծ է եւ նշանագելն սարսափելի քեզ արդարություն եւ փարս եւ մշտնչենավոր քովություն եւ ինձ բատկարեցելույս իքեն խնամագալ քավություն եւ ողորմություն եւ բժշկություն օգնություն եւ բահբանություն սրդի եւ ոգվո բարեփանյալդ համենայնի հավիդյանս ամեն Սիրելիներ մենք տեսանք այս գլխու սկիզբեն մինչև երրորդ մասը թե Սուրբ Նարեկացին գխոսեր թե ինչպիսի մեղքեր կործած է եւ տեսանք թե ինչպես սկսեր որ առանց Քրիստոսի փրկություն չկա նույնպես առանց ապաշխարելու առանց խոստովանության քավություն չկա եւ տեսանք որ Սուրբ Նարեկացին ինքզինք նմանեցուց ամբողջ մարդկության մեկս մյուսեն ավելի չենք սիրելներ ես ցեզմե ավելին չեմ եւ Նարեկացին ասավ ես ճշմարիտ բատկերն եմ երկրին այսինքն մարդկության մեղավոր մարդկության եւ խնդրեց Հիսուսեն տեսանք որ դեր քու լույսդ նշույլդ արեկագիտ նշույլը ցողեին վրաս որբեսի մակրվիմ եւ գսավ ցերկերս դեր բիդի չդարածեմ բիդի չփարսացնեմ վեր համարցակություն չունի մինչեւ որ քու աչդ երգարես եւ ցերկես բռնես եւ դեր քու խոնարումովդ դարձյալ իմ համարս համար մեղավորս ջզմե եւ ները իմ առաջին մեղքերս միջին մեղքերս եւ վերջին մեղքերս ասիրելներ այսպիսով ավարտեցավ երրորդ մասը հիմա Սուրբ Նարեկացին այստեղ ցույց կտա թե ինչ բաներու թեմ ինչ բաներու հանդեպ մեղանչեց մեղաբարդ հանցաբարդ էինք մեծ բաժիմը գթարգմանեմ եւ կբացատրեմ արժանի չեմ քու օրտնյալ անունդ հիշելու որովհետև հանցաբարդ եմ բարեգործիտ մահապեր հարվածներուն հանդեպ նաև գնիքին շնորհին փչումին բարգևին ավանտին ընձային անունին որդեկրության արքայական բադիվին բատկերին թրոշմին օձումին արադության համարցակության ընդանության ցանկին լույսին երանության հույսին փարքին անխոնարելի բարձրության անգողոբդելի բսագին եւ ծածկված խոստումներուն հանդեպ որոնք քեզմով ով դեր Քրիստոս բազմիցս ավետարանվեցան ինձի համարող իժիս ու կարփիս ամրորեն խծված ու փակված ագանչներուն որով քու հարաջուն փարությանը դիմաց իմ չարություններս բազմապատկվեցան ու իսպար գործանեցին զիս ցանկեն երացնելով մահվան գաբեցին աբագանության ծարագարկելով զիս Սիրելիները հավասիկ Սուրբ Նարեկացին իր հանցանքները մեղքերը Տեր Հիսուս Քրիստոսի թիմաց բերելով այստեղ հրաբարագավ եւ հրաբարագավ խոստովանել է յետ այստեղ Տեր Հիսուս Քրիստոսին գտարնա եւ գսե արժանի չեմ քու օրտնյալ անունդ հիշելու Սիրելիներ անգերց հարց ես իմ անձիս հարցնեմ դուք ձեր անձին հարցուցեք մենք արժանի ենք այս բիղծ բերանով որ ամեն անգամ կփամփասենք կզրբարդենք կչարախոսենք կհայոյենք գարփենանք տեսակ մեղքերու մեջ ենք արժանի ենք
մեր Տիրոջ փրկչին անունը դալու։ Արժանի ենք։ Չէ որ մեր այս սպերանները օրտություն պետք է քովերքեն միայն։ Իսկ եկեք տեսեք, որ ինչեր գլեն այս սպերանները։ Փերանին կորձած մեղքերուն համար սիրելներ մեղան, որ կգարտացվի մեր եկեղեցվո մեջ սուրբ բادرակներու ընթացքին նախքան սուրբ հաղորդությունը ստանալնից 18 մեղքեր գիշվին Փերանին համար լեզուին համար լեզուն 18 մգանները պահկացած է 18 մգանները բրգված է սիրելներ 18 մեղքեր մեր հայրերը տեսած են անոր մեջ Մեղաչարապանությամբ լեզվիս, սդախոսությամբ, սուտ երթումով, երթմնազանցությամբ, հագարագությամբ, վիճապանությամբ, շոկմոկությամբ, սադանայականությամբ, փանսարգությամբ, քսուտ, հադարգապանությամբ, զաղրելով, զրախոսելով, հերցախոսելով, անիծապանելով, դրդնչելով, թշկոելով, փամփասելով, հայոյելով այս բոլորը սիրելներ Փերանն է, լեզուն է որ գործե Փերանի մեջ ծածկված Եվ տեսեք սիրելներ մեր թուրսի անդամներուն Աստված անոնց դիմաց ջաղեր չէ դրած, բայց մեր լեզվին դիմաց ջաղեր փանդ դրած է մեր ադամները սիրելներ որբեսի լեզուն ուզածադեն դուրս չելը, բայց տեսեք ինչ հեշտությամբ նույնիսկ ջաղերը այդ ադամներու ջաղերը գփանա եւ դուրս կելե լեզուն եւ օծի պես գխայթե Ասուպ նարեգացին գսե ես արժանի չեմ դեր քու օրտնյալ անունդ դալու հիշելու Փերանս առնելու Եվ այստեղ սուպ նարեգացին մագսկսի թվել շարքը որոնց թեմ ինքզինք հանցաբարդ մեղաբարդ կսկա եւ այդ բաժարով ալ ինքզինք անարժան գհամարե դիրոջ անունը հիշելու Հիմա այն ինչ որ ցեզի գարտացի թե ինչ բաներու հանդեպ ինք մեղաբարդ է շատ ամփոփ մեկ դողնոց սիրելներ բացատրություններ պիտի դամ նախ կսե հանցաբարդ եմ բարեկորձիտ այսինքն բարերարիտ իմ մեղավոր անցիս համար ըստացած մահապեր հարվածներուդ այսինքն չարչարանքներուդ վերկերուդ հանդեպ Մենք սիրելներ ամենքս մեղաբարդ ենք դիրոջ չարչարանքներու մեզի համար գրած մահացու հարվածներուն վերքերուն հանդեպ Երկրորդ հանցաբարդ եմ գսե գնիկին հանդեպ Որ գնիկին մգրդութենեն երբ սիրելներ մենք գնկվեցանք Սուրբ հոգիով գնկվեցանք եւ նարեգացին գսե մեղաբարդ եմ Մենք Սուրբ Հոգիի դաջար դարձանք, բայց որքան մեր Սուրբ Հոգիի դաջարը մարմինը բղծության գարաչնորթենք, բղծության գուտանք։ Անորամար Պողոս Արաքյալ գսե Եփեսացիներուն ամագի 4-րդ գլխու 30-րդ համարի մեջ Մի դրտմեցնեք ծեր մեջի Սուրբ Հոգին, որով գնկվեցաք փրկության օրվան հասնելու համար։ Մի դրտմեցնեք Մի նեղացնեք, մի դխրեցնեք։ Երորդ, Աստուծո ինձի բարգեված շնորհքին հանդեպ գսենարեգացին հանցաբարդեղա, որովհետև զայն հումբեդս բարապ դեղը վատնեցի։ Այո սիրելիներ Աստված մեզի շնորհքներ տված է, թշպախտաբար մենք այդ շնորհքները հումբեդս կվատնենք։ Զուր դեղ։ Իսկ Պողոս Արաքյալ ինչ կսե երկրորդ Գորընթացներու նամակի 6-րդ գլխու առաջին համարի մեջ Գաղաչեմ ցեզի մի վատնեք աստուծմե ծեր ըստացած շնորհքը մի վատնեք Չորրորդ փչումին հանդեպ Հարութենեն յետ Տեր Հիսուս երբ որ Վերնադունը այցելեց իր աշակերտներուն փչեց անոնց վրա եւ այդ փչումը սիրելիներ այսպես վերանորոգություն էր աթամական մեր մերելութենեն ինչպես որ Աստված աթամին շունչ փչեց Տեր Հիսուս մեր վրա փչեց գենթանության շունչը բայց մենք դժբախտաբար նորեն մեղանչեցինք Հինգերորդ Բարգևին անտեպ սիրելներ Տեր Հիսուս Քրիստոս մեզի ամենամեծ բարգևը տվավ իր անունը քրիստոնյա գոչվելու անունը բադիվը բայց դժբախտաբար մենք այդ բարգևին հանդեպ մեղանչեցինք հանցաբարդ մնացինք
6-րդ ավանտին հանդեպ ավանտը սիրելիներ ուրեմն այն է որ մեկը քեզի փամը գուտա եւ դու բարդավոր ես իդ վերաթարցնել զայն դերը մեզի ավանտ տվավ քրիստոնեական կյանքը արակինությունները մենք սիրելիներ բարդավոր ենք իդ վերաթարցնել անուշցած հարստացուցած բայց շփախտաբար մենք սիրելիներ նմանեցանք Հիսուսի բատմած քանքարներու արագի երրորդ ծարային որ իր դիրոջ իրեն դված բաժինը արավ փոխանակ շահարգելու սեղանավորներու մոտ բազմացնելու մեկը 5-ի վերածելու 5-ը 10-ի վերածելու ինք ծածկեց այդ մեկը եւ երբ որ դեր եկավ ու հաշիվ բանջեց ըսա որ դեր ըսավ գիտեի որ դու Քրիստես ահա յետքեզի վերադարձի եւ դերը զինք դուրս տրավ թադա բարդեց որ ձույլ գտնված է եւ մենք ալ տշպախտաբար հաջող մեր հոգեվոր զորության պատճառով այդ ավանտը որ դերը մեզի տված է եւ մենք պարտավոր ենք իդ վերադարձնել իրեն բահած ենք այդպես սիրելներ առանց աջեցնելու առանց արակինություններով զարդարելու Կարդացեք այս քանքարներու արագը Մատթեոսի ավետարանի 25-րդ գլխու մեջ հատկապես 24-ին 27 համարները 7-րդ ծիրին ծիր կնշանակե ընձա նվեր ուրեմն ծիրին կամ ընձային հանդեպ հանցաբարդեմ գսեն արեգացին այսինքն այն բոլոր բարգևները որոնք ըստացանք դիրոջ գողմե ծրիորեն արինք ծրիորեն դալու համար ինչպես Հիսուսը Մատթեոսի ավետարանի 10-րդ գլխու 8-րդ համարի մեջ ծրի արիք ծրի դվեք մենք անոնց մեջ անգամ տշպախտաբար զուլացանք հանցաբարդ գտնվեցանք 8-րդ անունին անտեպ որ անունին Հիսուս անունին անտեպ ինք որ բրգիչն է ինք որ մեզի սիրելներ անուն տվավ որ վեր է բոլոր անուններեն եւ տշպախտաբար մենք անարժան եղանք քրիստոնյա մեր անունին հանդեպ 9-րդ որդեկրության հանդեպ մենք սիրելներ հերացած էինք Աստծո թշնամի էինք Աստծո Քրիստոսով մենք որդեկրվեցանք Աստծո որդեկրվեցանք որդեկիր զավակ դարձանք եւ Պողոս Արաքյալ գկրե թե իր սիրով Աստված իր սիրով մեզ նախասահմանեց Հիսուս Քրիստոսի ցերկով իր որդիները լալու որովհետեւ այդ էր իր գամքը եւ ծրագիրը Եփեսացիներու նամակի մեջ կսվի այս խոսքը առաջին գլխու 5-րդ համարի մեջ 10-րդ արքայական բադիվին հանդեպ հանցաբարդ եղանք որովհետեւ սիրելներ Քրիստոս մեզ ինչ ըրավ քահանաներու թակավորությունը ծարայելու Աստուծո իր հորը հայտնություն առաջին գլուխ 6-րդ համար իսկ մենք մեր այդ արքայական բադիվեն ինգանք մեր դարձյալ մեղքերուն պատճառով 11-րդ բատկերին անտեպ Աստված ինչով ստեղծեց մարդը իր բատկերին եւ նմանության համաձայն բայց մեղքին պատճառով մենք սիրելներ այդ բատկերեն ինգանք եւ ահա հանցաբարդ գտնվեցանք Աստծո նկատմամբ ամփան անասունի նմանեցանք 12-րդ թրոշմին հանդեպ մենք սիրելներ Սուրբ Հոգիով թրոշմվեցանք գնկվեցանք բայց մշտապես դրտմեցուցինք Սուրբ Հոգին ինչպես քիչ առաջ կարդացի ըսի Եփեսացիներու նամակի 4-րդ գլխու 30-րդ համարը որ Արաքյալը գսե մի դրտմեցնեք Սուրբ Հոգին որով գնկվեցաք եւ ինչպես նաեւ առաջին Թեսաղոնիկեցներու նամակի մեջ գսվի 5-րդ գլխու 19-րդ համարի մեջ ծեր մեջի Սուրբ Հոգին գրագը մի մարեք եւ մենք մարեցինք մեր մեղքերուն պատճառով 13-րդ օձումին հանդեպ որով սիրելներ դերը մեզ քահանաներու նման օձեց Սուրբ Հոգիով օձեց ինչպես որ անցյալին քահանաները գոծվեին հին եբրայեցի քահանաները եւ այսօր ալ եկեղեցվո մեր քահանաները գոծվին այդպես ալ դերը մեզ սիրելներ օձեց եւ օձել կնշանակե դիրոջ պատկանիլ Քրիստոս կնշանակե օձյալ եւ մենք քրիստոնյա որ կգոչվին կնշանակե օձյալներ բայց անարժան գտնվեցանք 14-րդ
ջոխության կամ արադության հանդեպ սիրելներ Պողոս առաքյալ երկրորդ Գորընթացներու նամակի 8-րդ գլխու 9-րդ համարի մեջ կսե Քրիստոս որ հարուստ էր ցեզի համար աղքատացավ որպես իր աղքատանալով դուք հարստանաք մենք սիրելներ Քրիստոսով հարուստ էինք բայց երբ որ մեղանչեցինք երբ որ կմեղանչենք մինչև այսօր մենք որ Քրիստոսով հարուստ ենք մեղքը մեզ գաղկադացնե հետևաբար ետ աղքատացանք 15-րդ համարձակության հանդեպ մենք սիրելներ Քրիստոսով համարձակություն ունեցանք զաստված ապա գոչելու հայր գոչելու աստուծո հասնելու եւ Սուրբ Հոգիով սիրելներ սկսանք զաստված ապա գոչել այս մասին գրնակարդալ եւ Եբրայեցիս 10-րդ գլուխ 19-21 համար եւ Հռոմեացիս 8-րդ գլուխ 15-րդ համար եւ Գաղատացիս 4-րդ գլուխ 6-րդ համար բայց դժբախտաբար մենք այդ բադիվին թեմ հանցաբարդ եղանք հանցաբարդ գտնվեցանք գիտենք չէ մեր եկեղեցու մեջ երբ որ սուբադրակը մատուցվի հայրմերեն ամիջապես առաջ ինչ կսե բադրակիչը եւ դուր մեզ համարցակացային բարբարով փանալս սպերանս մեր գարտալս քեզ երկնավորդ հայր երկել եւ ասել այսինքն թարգմանությունը եւ թույլ դուր որ համարցակորեն թիմեն քեզի ով երկնավոր հայր եւ երկացային աղոթքով ասենք հայր մեր որ հերգինս ես ահա սիրելներ այդ համարցակութենեն մենք գբաքսինք գինանք համարցակության թեմ մեղանչեցինք երբ որ մեղ կործեցինք որովհետև մենք ամենքս գիտենք որ երբ որ մեղքի մեջ ենք չենք կրնար նայել աստուծո ու հայր գոչելսինք 16-րդ ընդրության հանդեպ հանցաբարդ եղանք Քրիստոս սիրելներ ընդանության հանդեպ ներողություն ընդրություն չէ այլ ընդանության Քրիստոս եւ մարմնացավ մարդացավ մեզի բես եղավ մեզ սիրելներ իր ընտանիքին անդամ դարձուց եկեղեցին եկեղեցու գլուխը Քրիստոս է եկեղեցու անդամները մենք ենք հետեւաբար եկեղեցին Քրիստոսի ընտանիքն է մենք Քրիստոսի ընտանիքն ենք մենք երկնքի աստուծո ընտանիքն ենք մաս կգազմենք այդ ընտանիքին բայց դժբախտաբար այդ բադիվինալ անարժան գտնվեցանք մեր մեղքերուն եւ անարժանության պատճառով 17-րդ ցանկին հանդեպ մենք Քրիստոսով ցանկին անցանք մահեն ցանկին անցանք ինչպես Հովանես Արաքյալ գսե առաջին Հովանու նամակի 3-րդ գլխու 14-րդ համարի մեջ բայց գիտենք որ մեղքը մահ է հետեւաբար մեղք գործելով դարձյալ մահին գոմ անցանք Քրիստոս ասավ ես եկա որ ցանկ ունենաք եւ առավել ցանկը եւ մենք դժբախտաբար սիրելներ որ ցանկի մեջ էինք Քրիստոսի մեջ էինք եւ որ մեղանչեցինք դուրս ինքանք դարձյալ ահա որքան կարեւոր է որ այս ապաշխարության շրջանին սիրելներ մեղքերեն ցերպազադինք որբեսի ցանկի մեջ լանք 18-րդ լույսին անտեպ Քրիստոս թե ինքզինք աշխարհի լույսը գոչեց Հովանու Ավիդարանի 8-րդ գլխու 13-րդ համարի մեջ եւ թե նաեւ սիրելներ մեզ աշխարհի լույսը գոչեց Մատթեոսի Ավիդարանի 5-րդ գլխու 14-րդ համարի մեջ բայց երբ որ մեղքի մեջ ինանք մեղքը ինչ կնե մարդս կխավարեցնե մեղքը խավար է խավար կդարձնե մեր օքին եւ մենք որ գոչված ենք այս կյանքի մեջը լույս ըլլալու աստղերու պես փայլելու մարդոց մեջ ինչպես Պողոս Արաքյալ գսե Ֆիլիպեցիներու նամակի 2-րդ գլխու 15-րդ համարի մեջ մենք հաջող սիրելներ մարդոց աչքին խավար եղանք 19-րդ երանության հանդեպ այսինքն սիրելներ այն 9 երանիները որ Տեր Հիսուս Քրիստոս խոսեցավ Մատթեոսի Ավիդարանի 5-րդ գլխու 3-ին 11 համարներու մեջ Երանի հոգիով աղքատներուն որդեվանոնց երկնքի արքայությունը եւ այլն այդ երանիներուն հագարակ ցանկով մենք կորձեցինք ապրեցանք ներհագը գդարեցինք ինչ որ հագարակներ ադորո համար գսե նարեգացին երանության հանդեպ խստա ուրեմն հանցաբարդ եղա 20-րդ հույսին հանդեպ դերը մեզի հավիտենական ցանկի հույսը տվավ
եւ շատեր դժբախտաբար այդ հույսեն հերու են։ 21-րդ Փարքին անթեփ, որով դերը սիրելներ մեզի անանց փարքի խոստում տվավ ու հրավիրեց մեզ թեպի փարք ընթանալ։ Մեզ փարագից պիտի ընե դերը, փարագից հրավ սիրելներ, այսին իր փարքին արժանի, բայց մենք մնացինք անոր արժանի։ 22-րդ անխոնարելի բարձրության հանդեպ, սիրելներ, անխոնարհելի բարձրություն։ Քրիստոս ինք որ Աստված է գսե Փիլիպեցիներու նամակի 2-րդ գլխու մեջ Պողոս առաքյալ, կարդացեք հատկապես 6-րդ համարները, Քրիստոս որ ինք Աստված էր, ինքզինք խոնարեցուց մարդկային գերբարանքով, ծառայի գերբարանքով հայտնվեցավ եւ խաչի մահը ստանցնեց։ Եվ մենք մեղաբարտ գտնվեցանք իր այսքան զոհողության դիմաց, անխոնարելի բարձրության հանդեպ։ 20-րդ անգողոպտելի բսագին հանդեպ, Տեր Հիսուս Քրիստոս ինչ խոստացավ սիրելներ դալ իրեն հավատարիմ մնացողներուն, նույնիսկ չարչարանք նեղություն գրողներուն, կյանքի բսագը, փարած բսագը։ Հայտնություն Հովանու գրքի մեջ Տեր Հիսուս Քրիստոս ըսավ 2-րդ գլխու 10-րդ համարի մեջ. Հավատարիմ եղիր ինձի, նույնիսկ եթե մեռնիլ պետք է, եւ ես քեզի կյանքի բսագը պիտի դամ։ Բայց հարց տանք. մենք սիրելներ ամեն անգամ հավատարիմ կգտնվենք Տիրոջ հանդեպ։ Եվ 24-րդ ծածկված խոստումներուն հանդեպ, այն խորհուրդներուն հանդեպ սիրելներ, որոնք մարդոց աչքերեն ծածկված են, հայտնի չեն, բայց Տերը խոստացած է տալ։ Պողոս առաքյալ սիրելներ ինք երկինք հապշտակվեցավ, երրորդ երկինքը, այսին այնտեղ ուր որ սուրբ երրորդությունը կփնագի։ Եվ Պողոս առաքյալ քրեց իր առաջին Կորինթացիներու նամակի 2-րդ գլխու 9-րդ համարի մեջ, թե Աստված զինք սիրողներուն համար պատրաստեց այնպիսի փառքը, որ ովևէ աչք չէ տեսած, ովևէ ականջ չէ լսած եւ ովևէ մեկուն միտքեն չի անցած։ Եվ այս բոլորը հիշելը յետք Սուրբ Նարեգացին կշարունակի խոսիլ Տեր Հիսուս Քրիստոսի հետ եւ գավելցնե, գսե ով Տեր Հիսուս Քրիստոս։ Այս վերոհիշյալները ինչ որ հիշեցի, լիուլի եւ բազմաթիվ անգամներ ավետարանվեցան ինձի, ըսվեցան, խոսվեցան այս բոլորի մասին, քարոզվեցան։ Բայց ես համառ իժի ու քարփի պես, քարփը սիրելներ թունավոր ու մեծ օծն է։ Ուրեմն այդ խոշոր օծի նման ես կսե քրափարով բարերը նայեցեք ունգնախից, ունգ կնշանակի ականջ, խից խցել, կոծել, ունգնախից այսին ականջներս խցեցի եւ լսելափակ, լսելս փագեցի։ Ուրեմն ամրորեն ականջներս խցեցի ու փագեցի, ինչպես որ խուլ օծը կփագե։ Այս մասին Դավիթ Մարգարեն գսե իր 58-րդ Սաղմոսի 4 եւ 5 համարներուն մեջ։ Եվ գսե քու դված խոստումներդ ոչ թե միան չսկաստացա, այլ տուն որքան իմ հանդեպս ողորմած գտնվեցար, որքան տուն արադորեն դվիր, ես դժբախտաբար այնքան ավելի մեղանչեցի, այնքան ավելի չարություններս բազմապատկեցի եւ այդ պատճառով իսպար գործանեցա։ Կյանքեն հեռանալով մահվան գապվեցա եւ ապագանության ծառա դարձա, ըստրուկ դարձա, քերի դարձա։ Պետրոս առաքյալ իր երկրորդ Պետրոսի նամակին մեջ, երկրորդ գլխու 19-րդ համարի մեջ գսե. մարդ ինքզինք ինչ բանի որ գենթարգե, անոր քերին է։ Ահա Սուրբ Նարեգացին գսե ես ինքզինքս քերին դարձուցի մեղքերուն, որովհետև թուն դեր արադացուցիր քուքուտդ ողորմությունդ իմ հանդեպս, բայց ես դժբախտաբար ավելի չարացա։ Եվ մեզի հետ այդպես պատահած է, չէ՞, կպատահի դժբախտաբար։ Հա գիտենք որ Աստված մեզի գներե, բայց նորեն գնենք։ Ամեն անգամ կգործենք նույն մեղքերը դժբախտաբար։ Հաջորդ քանիմը դողերը կամ հատվածը կթարգմանեմ, Նարեգացին գսե. Արդ
Թունես միակ իրավագշիր ու ճշմարտաթադ բարերարը, ով օրտնյալդ կտության, մեղանչեցի քեզ դեմ, մեղա քեզ։ Անօրենություն ու անիրավություն կործեցի, ադոր համարալ աբագանեցա, զեղձում ըրի, հանցանք կործեցի, ամբարշտացա եւ մդիկ չրի խոստովանված ու երգրբակված քուքովյալ խոսքիդ։ Հագարականոր, որ թուն ինքդ երևեցար քո անջարելի սիրովդ, զոր քրելն անգամ մեծ է եւ նշանակելը սարսափելի։ Մարդիկ սիրելիներ միշտ իրենց գշիրին ու թադումին մեջ սուտ եւ խափեփայեն։ Ցավի սիրտ այս է։ Նույնիսկ մեծ թադավորները, երգիրներու թադավորները շատ հեշտությամբ սիրելիներ կարելի է անշուշտ մեծ գումարներով գաշարել։ Իրենց թատն անգամ սիրելիներ հաջող խափեբադիր է։ Ադորամար նարեգացին գսե միայն թուն միագն ես իրավագշիր ու ճշմարտաթադ իրավ գշող եւ ճշմարտաթադ ճշմարիտ ցևով թադող միակ արդար թադավորն է Աստված եւ հետևաբար թիմելով Հիսուս Քրիստոսին գսե նարեգացին ով բարերար ով կթած օրտնյալ թուն միակն ես որ իրավունքով կգշրես եւ ճշմարտությամբ կտադես ես մեղանչեցի քեզի դեմ անօրինեցա անօրենություն կորցի անիրավեցի այսին բազմաթիվ անօրենություններ եւ անիրավություններ կատարեցի այդ բաժարով ալ քանի որ անօրինեցա մեղանչեցի անիրավեցի անիրավ բաներերի ադորամար գսե աբագանեցա զերձվեցա այսին վատտարացա հանցան կործեցի եւ ամբարշտացա ամբարշտանալ կնշանակե անօրեն կորց խոսք մտածում ունենալ անօրեն մտածում ունենալ անօրեն խոսիլ անօրեն երբով խոսիլ անօրեն կործեր կատարել ամբարշտացա եւ մտիկ չրի խոստովանված ու երգրբակված քուքովյալ խոսքիդ այսինքն խնգյալ բադվիրաններդ մդիկ չրի անոնց ագանջ չդվի հագարականոր որ գսե թուն անցամբ երևեցար քու անջարելի այսին անբատմելի խոսքե վեր եղող սիրովդ որում մասին քրելն անգամ մեծ ու ծանր է եւ նշանակելը հիշելը սարսափելի սիրելներ Սուբնարեգացի այս վերջին խոսքը որ գսե քու երևիլդ երկու ցևով կարելի հասկանալ առաջին գամայնը որ Սուբնարեգացին խոսի Քրիստոսի մարդեղության մասին եւ դեր Հիսուս Քրիստոս Աստուծո խոսքը Աստուծո բանն Աստված որ երկնքի մեջ հավիդենական ժամանակներեն առաջ հորը եւ Սուրբ Հոգին հետ համահավասար նույն էյութենեն, նույն բնութենեն, քոյությունն էր որպես հոգի, ինչպես հայրը հոգի է, Սուրբ Հոգին հոգի է, որդին հոգի էր, բայց մարմնացավ, մարդացավ, ծնավ գադարելաբես իմարյամա սրբոգուսեն, վասն մերո փրկության։ Հետևաբար սիրելներ մեր սիրույն համար, դերը մարմնացավ, Զարայի գերբարանքը ստացավ, ինչպես Ֆիլիպեցիներու երկրորդ նամակի խոսքը մեջ բերեցի 6-8 համարները եւ խաչվեցավ մեզի համար արաքյալներուն ոտքերուն խոնարեցավ ասիկա սիրելներ անբատմելի է նարեգացին ասե անջարելի է խելքե միտքը վերփամն է որում մասին կարելի չէ բատմել ջարել քրել սարսափելի բան է ծանր բան է գսե ասիկա հետևաբար գամ Քրիստոսի մարդեղության երևման համար է որ խոսի եւ գամ անձնական Քրիստոսի իրեն հանդիպելու նարեգացին հանդիպելու մասին, որում մասին սիրելներ ես արդեն երբ որ սերդեցին 20-րդ գլխու երկրորդ մասը եւ 27-րդ բան էի ուրեմն երրորդ մասը այնտեղ տեսանք որ Սուրբ նարեգացին գխոսեր որ անձնապես ինքը Հիսուսը տեսած էր անձնապես երբ վանա ուրեմն լիջին
վրա Հիսուսը անձնաբես տեսած էր, քրգած էր զայն։ Ահա թերևս այս նաև հանդիպման այս երևման մասին է որ խոսի ցույց ասելու համար որ դեր թուն որ անջարերի սիրովդ երևցար եւ ես տեսա այս բոլորը որում մասին չեմ գնար քրել ու պատմել այնքան մեծ ու սարսափելի է բայց դարձյալ մեղանչեցի եւ սուբնարեգացին սիրելներ գավարդե այս հատվածը եւ ամբողջ գլուխը Փարապանելով Սուրբ Երրորդության։ Ասեմ որ Սուրբ Նարեգացին երբ որ կգարտանք, կգարձենք որ շղթական է, շղթական չէ Սուրբ Նարեգացին սեր։ Սուրբ Նարեգացին թափանցիկ կդարձնի իր հոգին։ Ուղագի կփանա դիրոջ դիմաց։ Որովհետեւ մենք կրնանք իրար մեջ ծածկել մեր մեղքերը, բայց Աստուծո մեջ կրնանք ծածկել, ոչ։ Հետևաբար Սուրբ Նարեգացին իր ամբողջ մեղքերը կփանա դիրոջ դիմաց եւ հրաբարագավ խոստովանի, բայց վերջավորության միշտ օրհնություն կա։ Միշտ թրագանով կվերջացնեն Նարեգացին։ Եվ հիմա տեսեք ինչ սկանչելի ցևով գսե թե ինչ կվայելի Աստուծո եւ ինչ բանի գարիք ունի Աստուծո մե Քրիստոսեն գսե քեզի արտարություն փառք եւ մշտնչենագոր քովություն իսկ ինձի քեզմե ագնաձողիս ով խնամակալ քավություն ողորմություն բժշկություն օգնություն եւ սրդի ու հոգի բահբանություն ով ամեն արդիվ հավետ օրտնյալդ ամեն իսկապես սիրելներ ինք որ արդար է հետևաբար իրենք վայել է արդարություն Դեր Հիսուս Քրիստոս որ փառքի մեջ կաբրի հետևաբար միշտ փառք վայել է իրեն եւ մշտնչենավոր այսին հավիտենական քովություն Անորամար երկնքի մեջ հրեշտակները մշտնչենական ցևով կփարապանեն Տիրոջ անունը անորամար մենք ալ սիրելներ երկրի վրա մշտնչենական ցևով կփարապանենք Տիրոջ անունը ու երբ երկինք ելենք մշտնչենաբես հավիտենաբես պիտի փարապանենք քովենք Տիրոջ անունը որովհետև իր մով է որ մենք երկինքը պիտի ժառանգենք իր մով է որ մենք փրկվեցանք իսկ մենք սիրելներ Սուրբ Նարեգացին հետ Տիրոջ մեն ինչ կխնդրենք Սուրբ Նարեգացին գսե այստեղ իսկ ինձի քեզմե ագնաձողես քեզմե որ գա գնացիմ ինքը քրապարով գսե քեզմե գբատկարիմ ամոթեն նույնիսկ երես քեզի նայելու համարցակություն չունիմ ինչ կխնդրեմ քեզմե ինչ կխնդրենք մենք Սուրբ Նարեգացին հետ Տիրոջ մեն այսօր մենք ալ ահավասիկ այստեղ գսե առաջին հերթին քավություն մեղքերու քավություն Եվ ինչպես կրխունը սկիզբը, սավ այս կրխունը սկիզբը առանց Քրիստոսի փրկություն չկա, առանց խոստովանության, առանց ապաշխարության կավություն չկա։ Հետևաբար ապաշխարենք սիրելներ, որ եւ խնդրենք Տիրոջ մեղած թողություն եւ կավություն։ Երկրորդ ողորմություն։ Ողորմություն, քութ։ Տիրոջ քութը եւ ողորմությունը խնդրենք։ Եթե դերը ողորմած չլար մարդկության աթեւ ամենք սալ գորած կլայինք։ Երրորդ բժշկություն Փուժում, հոգի, մարմնի, մտքի, սրդի Ոչ միայն սիրելներ խնդրենք որ դեր բժշկե իմ մարմինս հիվանդության ժամանակ կամ հիվանդներու երթանք միայն անոր մարմնի առողջություն խնդրենք այլ մանավանդ նախ հոգի բժշկություն հետո մարմնի Երրորդ օգնություն այս դժվարին օրերում մանավանդ սիրելներ օգնություն երևելի եւ աներևույթ թշնամի են օգնություն Տիրոջ մե խնդրենք Երկինք եթե օգնության չհասնի մենք երկրի վրա չենք կրնար մեր բայկարը հաղթանակով վերջացնել եւ վերջապես բահբանություն սրդի ու հոգի սիրտ որ ամբողջ խորհուրդները այնտեղ ծածկված են եւ հոգին որ Տիրոջ դիմաց իդել է Տիրոջ մե բահբանություն խնդրենք սիրելի եղբայրներ եւ քույրեր եւ թող ամենագալ դերը բժշկե մեր սիրտը եւ հոգին ները մեր բոլոր մեղքերը, փազում մեղքերը եւ բահբանե մեզ երևելի եւ աներևույթ թշնամի են եւ մենք սիրելներ միշտ եւ ամեն արդիվ եւ ամեն գերբով փարեփանենք ու կովապանենք Տիրոջ Սուրբ անունը Հիսուս Քրիստոսի Սուրբ անունը հորը եւ Սուրբ ոգին հետ միասին այժմեն մինչեւ հավիտյանս հավիտենից ամեն Ահավասիկ սիրելիներ ավարտեցինք 50-րդ բան
խոսքին սերդողությունը Աստծո գամքով հաջորդ շաբաթ կսկսենք 51-րդ խոսքը փանը սերդել։ Միշտ կարդացեք Նարեգացին Աստվածաշունչի գողքին, որովհետև սիրելներ Նարեգացիով մենք մեր բոլոր մեղքերը կտեսնենք, կանդրադառնանք ու Տիրոջ դիմաց բերելով կզղջանք։ Ոն ուրեմն սիրելի քույրեր եղբայրներ, օգտագործենք հարաճիգա մնացյալ օրերը 40-օրյա բայեցողության եւ մեր անձը խոնարեցնելով զղջանք եւ Տիրոջ ասենք մեղա դեր մեղա ներեի մեղքերս։ Աստված ցեզ արադաբես տողորտնե բարի եւ օրտնյալ միջինք եւ օրտնյալ օր ծեր բոլորին։